Կադրերը Վերնոյի մայրիկ ֆիլմից են։ Ֆրանսիական Մարսել նավահանգիստն է։ Եղեռնից մազապուրց հայ գաղթականները լուրերի են սպասում Բեռլինից։ Սողոմոն Թեհլերյանին արդարացնող գերմանական դատարանի վճիռը ցնծություն է առաջացնում Մարսելի նավահանգստում։ Պետություն չունեցող տուն, հարազատներ ու հայրենիք կորցրած մարդիկ արդարության հաղթանակն են տոնում։ Նեմեսիս ծրագրի վիճակահանությամբ 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը պետք է ոչնչացներ գլխավոր դահճին։ 1896 թվականին Երզնկայում ծնված Սողոմոն Թեհլերյանը մինչև ցեղասպանությունը Անդրանիկի ու Սեպուհի կամավորական ջոկատներում կռվել էր հայրենիքի ազատագրման համար։ Կռիվն ավարտին է հասցնում 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Հայդենբուրգ փողոցում։ Դիմահար կրակոցով Թեհլերյանը սպանում է ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալիաթին։ Բեռլինյան դատավարության ընթացքում Թեհլերյանի փաստաբանը գերմանացի արևելագետ Յոհաննես Լեպսիուսն էր։ Եվրոպական դատանում հաղթեցին հումանիզմն ու եվրոպական արժեքները։ 1921-ի հունիսի 2-ին Թեհլերյանն արդարացվեց։ Իդեպ, նա անուղղակիորեն իրագործել էր նաև հենց թուրքական դատարանի վճիռը երիտ թուրք պարագլուխներին հեռակա կարգով մահապատժի դատապարտելու մասին։ 90 տարի անց Մարսելի նավահանգստում հավաքվածների ժառանգների առջև Հայաստանի Հանրապետության նախագահը հիշեցրեց. Մարսելի նավահանգստում հավաքվածները ցնծում էին ոչ թե վրեժի, այլ արդարության հաղթանակի համար։